Բարի լույս, ժողովուրդ ջան, մի հատ էս իդիոտին լսեք։ Իրան հայ է համարում։ Մի հատ ասեք, նշանների մեջ տարբերություն տեսնում եք, սա մեծ Թուրանի նշանն է, ու սա մեր նոր բանն է, ավելացրած նշանը։ Ինձ կարաք մի հատ բացատրեք, տարբերություն տեսնում եք Նիկոլ Փաշինյանի սատարող մարդկանց վերաբերվում։ Հարցի պատասխանում է Մերի Տոմոյանը, անմեղսունակ։ Ինչի անմեղսունակ, որտեղ մենակ կտացրածը կարող ասես բաներ անի, էլի։ Մենք շիզոֆրենիկը, կոմոդ շիզոֆրենիա է, ապեր։ Դե լուրջ տղա ես չէ, հակակցի հիվանդ ես։ Որտեղ ես գտնում եմ մենակ հիվանդը կարող ասես բաներ անի, էլի։ Ասենք դու մեր հին եկեղեցիների վրա չես տեսել ձնակը, հմ։ Մի հատ գուլու արա, ապեր։ Մի հատ AI-ին դիմի, կարող է ղեղդ մի քիչ ուղի։ Մեսրանն է։ Այո, դուք թուրքի սիրահար չեք։ Ես ինչ բռնես սաղ, ինչ կա թրքացնում եք։ Մեզ էլ ասում են տանում եք թրքացման։ Հիմա մենք ենք տանում թրքացման, թե դուք։ Ինչ տեսնում եք, թուրք եք տեսնում, շիզոֆրենիկներ։ Կամ ես մեկը, եսի ոչ տավ իրանցար։ Արցախը երբեք չի եղել հայկական։ Ասողները ուշադիր լսեք։ Չես պատկերացնի ինչ ուշադիր եմ լսում։ Ամբողջ Արցախից չեմ խոսա, կխոսա միայն Գանձասարից, Հայաստանի Հանրապետության ամենահայտնի եկեղեցին 1238 թվականին է կառուցվել։ Երբ դեռ Երևանն էլ չի եղել, եթե չեմ սխալվում։ Չէ լուրջ։ Դրա համար եկեք մի հատ մտածենք խոսալուց առաջ, չէ՞։ Ճիշտ ակնոցները տուղի, որ հանգարց արևը չանցնի, էլի, տան մեջ։ Մեկ էլ տեսար աշկը թանեց, կամ ղեղը թափեց։ 1200, ես ինչ որ թվականին Գանձասար։ Կարծեմ Երևանն էլ չէր եղել։ Դու լրիվ խփո ես։ Ոյ սրա լսող կա։ Որը սարը։ Տղա ջան, իսկի եկեղեցիները գոյություն չեն ունեցել, երբ որ Երևանը գոյություն ունեցել։ Իսկի քրիստոնեությունը գոյություն չի ունեցել, երբ որ Երևանը գոյություն ա ունեցել։ Լավ, քո նման անգրագետին ով ա գտե։ Չլինի էսի։ Թես։ Որը սարը։ Բայց ես մեկը տվիր անցար։ Մերի Տոմոյան եւ բոլոր այն բլոգերները, ովքեր կտեսնեն այս ցանցը, ես Մերիին եմ ասում, բայց Մերի ջան, դու խելացի աղջիկ ես, խելացի մարդ ես, ինչքան որ աստրեցի քեզ տեսնեմ։ Դրակերումս բերում, նայում եմ։ Առաջ ֆոլոուի դեպում եմ հիմա։ Միացի Հայաստան դաշինքին, Մերի ջան։ Դու ինքդ էլ հասկանում ես, որ մի տեսակ ոնց որ քո տեղը չլինի, որովհետեւ Ապերիկ, կապի գործերիդ, իսեր աստծո, մի էլի, մի բզբզա, նավայ, կապի գործերիդ, ու սրա նման հոգնածներին լսող կա, ողբամ ձեր վրա, ու սրա նմանը խոսում է Նիկոլ Փաշինյանի գաղտնիքների մասին, բացահայտում է, ու սրա նմանը ասում է 300,000 ադրբեջանցի ա գալի, չեն ռոստվինիկները տեն ազիս, կամ ես ում հետ որ նկարվել ես, իրանց ռոստվինիկներն են, են ռիժիկին էլ մի հատ հարցրա իրա բարեկամները որտեղ են ապրում, չլինի, Թուրքիայում, հարց ծակում էլի, ռիտարիչսկի հարց կա, Թուրքիցը տենց ցրթած, Թուրքիցը տենց ցրում ես տակդ, այ, օրա մեղք եք դուք, մեղք, իսկ ինչ հասնում է բլոգերները, ովքեր անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, տղա ջան, ալո գարաժ, դու ես անցնում ես կոմենքում, չգիտես մի որով որտեղ նստես, Մերի Տոմոյանի սկզբանե եղել է հեղափոխության աջակից, մինչ օրս էլ մնացել է հեղափոխության աջակից, հասկացար, ու եթե Նիկոլ Փաշինյանը հանգարց վարվի, քո այդ շիզոֆրենիկի նման են շռանի, Մերի Տոմոյանը այդ ժամանակ իրան կլքի, հասկացար, իսկ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը պաշտպանում է իմ դրոշը, իմ ինքնությունը, ինչքան էլ որն է ճղեք դրանից, քանի որ նա պաշտպանում է իմ դրոշը, իմ պետականությունը, ես լինելու եմ իր կողքը, իսկ այդ մարդասպանը, ով մի զանգով կարար պատերազմը կանգնացներ ու չկանգնացրեց, այգնա մի հատ իրան հարց դուր, լավ է իր անցքում, երբ որ եռաբլուրն ա տեսնում, որ արեց իշխանության գալու համար, մի քիչ ուղեղդ աշխատացրու էլի, դրանից չես նիհարի, էդի հաստատ։